Պարոն Առաքելյան, ինչ եք ձեզ հետ բերել նոր գրասենյակ, նոր աշխատավայր։ Ճիշտն ասած, ընդամենը բերել եմ այս աշխատանքային գրքույկը, որպեսզի կարողանամ գրանցեմ իմ օրվա պլանը։ Նորանշանակ գյուղնախարարի օրվա անելիքը պայմանավորված է ոլորտի զարգացման կարճաժամկետ ու երկարաժամկետ համալիր ծրագրեր մշակելու նպատակով։ Արդեն մենակ խաղաղագործությունը չի բավարարում։ Պետք է ամբողջ ոլորտը ուսումնասիրել եւ ամբողջ ոլորտի զարգացման ուղղությունները գտնել, ինչքան արագ, այդքան լավ։ Նախքան գյուղնախարարի պաշտոնը ստանձնել է Իգնատի Առաքելյանը կոնյակի գործարանի առաջին դեմքն էր։ Կառավարչի փորձը մասնավոր ընկերությունում գյուղացի գործարար պետություն գործընկերային հարաբերությունները կվերափոխի նոր ձևաչափի։ Պետք է գտնել այն հավասարակշռված բանաձևը, երբ որ եւ վերամշակողն է հարստանում, եւ գյուղացին է հարստանում, եւ պետությունն է աջակցում։ Մենք չենք կարող այսօր գցենք բեռը միայն պետության վրա, կամ միայն գյուղացու վրա, կամ միայն վերամշակողի վրա։ Պետք է գտնենք եռակողմ համաձայնություն։ Հենց դա է լինելու հիմնական խնդիրը, որի վրա հիմա ես աշխատում։ Ագրորեֆորմ։ Իգնատի Առաքելյանը պաշտոնավարման ընթացքում հենց դա է նախատեսում։ Երկարաժամկետ ծրագրերը սկսելու են ագրոբիզնեսի հանդեպ վերաբերմունքը փոխելուց։ Տնտեսության զարգացման հիմնական ուղղություններից համարվող ոլորտի արտադրանքը որակապես կփոխվի եւ կհամապատասխանի ներքին ու արտաքին շուկաների պահանջարկի նոր պայմաններին։ Պետք է մտածելակերպը առաջերտին փոխվի բոլորի։ Եվ գյուղացու, եւ վերամշակողի, եւ ֆերմերի, եւ գյուղմթերք արտադրողի բոլորի մտածելակերպը պետք է փոխվի նրան, որ արտադրեն որակով արտադրանք, այսօր պահանջում է, որ գյուղացին իր մշակույթին վերաբերվի որպես բիզնեսի։ Սա մեր հին կառուցվածքն է, նոր կառուցվածքը շատ շուտով 1-2 օրվա ընթացքում կունենանք։ Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարարին բաժին հասավ նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարումը։ Նրա աշխատանքային փորձը հենց հեռահաղորդակցության ոլորտում էր։ Նախկինում էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող տնտեսության գերակա ճյուղ դարձած ՏՏ ոլորտի կոորդինացման համար նախարարությունը վերանայում է նախ ներքին կադրային քաղաքականությունը։ Գործառույթներն են տեղափոխվելու, դա կարող է լինի նույնատիպ վարչություն, կարող է ավելի միավորվի մեր վարչությունների հետ, դա քննարկում ենք։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը համակարգային փոփոխությունների նախագիծ է մշակում։ Բարեփոխումները կսկսվեն օրենքներից։ Նախատեսում ենք վերանայել օրենսդրական դաշտը եւ շահավետ պայմաններ ստեղծել ներդրողների համար, որ ներդրողները հետաքրքրված լինեն ավելի շատ ներդրումներ կատարեն Հայաստանում։ Դա կարող է լինի կապի ոլորտ, դա կարող է լինի տրանսպորտի ոլորտը։ Ապահովել տարածաշրջանային ակտիվ գործակցություն էներգետիկայի շուկայում, վերանայել սակագների հաշվարկման մեթոդաբանությունը, նվազեցնել ֆինանսական բեռը սպառողի եւ մի քանի բիզնես ուղղությունների համար։ Սրանք են վարչապետի հանձնարարականները էներգետիկա եւ բնական պաշարների նորանշանակ նախարարին։ Ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանից էլ կառավարության պատասխանատու նոր մոտեցումներ է սպասում մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում։ Լիլիթ Ասլանյան, Նարեկ Գալստյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։